Բարի կեսօր սիրելի հեռուստադիտող, Նուր TV-ում շարունակվում է բարի առավոտի ջերմ եթերը։ Ուրախ եմ ողջունել բոլոր մեզ նոր միացած հեռուստադիտողներին, էլի պետք է ձեզ ասեմ մնացեք մեզ հետ, քանի որ հետաքրքիր թեմաները շարունակվում են։ Առաջիկայում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է եւ այն յուրահատուկ ձևով նշելու շատ լավ տարբերակ է մանկական գրքի փառատոն 2025-ը։ Մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին Զանգակգրատունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Անգլիական այգում հրավիրում է մասնակցելու մանկական գրքի փառատոնին, որը լի կլինի տարբեր անակնկալներով։ Փառատոնի մանրամասների մասին այս պահին կզրուցենք Զանգակգրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի հետ։ Բարի կեսօր Աստղիկ, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Մեկ տարի անց։ Շնորհակալ եմ հրավերի համար, այո, մենք նախորդ տարի այս օրերին նույնպես խոսում էինք մանկական գրքի փառատոնի մասին։ Եվ էլի Զանգակգրատունը մեծ ջանքերով եւ եռանդով պատրաստվում էր այս փառատոնին։ Այո, ամեն տարի Զանգակգրատունը այս օրերին եւ բավական երկար ժամանակ աշխատում է, որպեսզի իրականություն դարձնենք ծրագիր, որը մի ժամանակ կարծես ինչ որ երազային անիրական բան կարող էր լինել, բայց այսօր արդեն մենք 4-րդ տարին ունենք փաստ, որ մանկական գրքի փառատոնը իրականություն է։ Որն է նպատակը այս տեսակ միջոցառում ունենալու, 2022-ից միջոցառումը իրականացվում է եւ որքանով է այն սիրվել, եթե գնահատելու լինենք, հա, երեխաների եւ ծնողների տեսանկյունից կողմից։ Երբ նախագծում էինք փառատոնը, մենք նպատակ ունեինք երեխաների պաշտպանության օրը եւ ընդհանրապես երեխաների համար տոնը մեծ երջանիկ, այսպես ակտիվ շրջանը դարձնել մի հատ տոն, որը ոչ միայն պարզապես ժամանց է, այլ տոնը, որը գրքի շուրջ է։ Մեր մանկական գրքի փառատոնի կարգախոսն էլ հենց երկիրքը տոնը եւ այս նախագիծն էր ցույց տալու համար, որ կրթական, մշակութային եւ գրքի շուրջ կատարվող իրադարձությունը կարող է լինել մեծ տոն եւ տարիներ շարունակ իրականացնելով փառատոնը մենք ցույց տվեցինք, թե ինչպես կարող է իրականանալ հենց գրքային միջոցառում, որը երեխաներին շատ դուր է գալիս, շատ գրավում է եւ պատասխանելով ձեր հաջորդ հարցին, երկրորդ հարցին ասեմ, որ մենք ամեն հաջորդ տարի ունենում ենք բավական մեծ քանակությամբ այցելուներ, այսինքն մեզ այցելում են նախորդ տարիներին եկածները, նոր ընթերցողներ, նոր այցելուներ ենք ունենում եւ նախորդ տարի մենք ունեցանք բավական մեծ հերթեր մեծ այգում, փառատոն անգլիական այգում է տեղի ունենում, այսինքն բավական մեծ տարածք կա փառատոնի իրականացման համար, բայց նույնիսկ այդ պայմաններում շատ այցելուներ ենք ունեցել, երբեմն հումորով ասում ենք, որ Հայաստանի երեխաների կեսին հեսա տեսնելու ենք փառատոնի ժամանակ։ Ես կարծում եմ նաև, որ այդ ձեր ասածներին, հա, նաև լրացում, որ մանկական գրքի փառատոնը եղավ մի ծրագիր, հա, մի միջոցառում, որը գալիս է ապացուցելով, որ գրքի մասին միջոցառումը կարող է լինել հետաքրքիր ու ժամանցային, որովհետև մենք հաճախ ունենք այդ կարծրատիպային մտածողությունը, որ գուցե անցնի ձանձրալի, մանավանդ երեխաների համար, ծնողները գուցե խուսափեն երեխաներին տանել, հա, գրքերի հետ կապված միջոցառումների, այդ ձանձրույթից խուսափելու համար եւ մտածելով, որ ժամանց չի լինելու, գիրք է լինելու, երեխային դժվար թե հետաքրքրի։ Այո, եւ դրա համար մենք ծրագիրը վախենալով դրանից, որ ծնողները կարողանան ամբողջ օրը նվիրել գրքին, որովհետև դա էլ մի առանձին բան է, բավական հետաքրքիր ծրագիր ենք իրականացնում, մանկական գրքի դեպքում այս բացը մենք տեսել ենք, եթե մենք ունենք մի շարք միջոցառումներ, փառատոններ, որոնք իրականացվում են գրքերի շուրջ, մանկական գրքի շուրջ բավական մեծ բաց կար եւ դրա համար մենք մեծ ծրագիր ենք իրականացնում, որտեղ ոչ միայն գիրքն է եւ գրքի ընթերցանությունն, այլ նաև այդ գրքի ընթերցանությունը թատերական ներկայացմամբ է, հայտնի հետաքրքիր հյուրերի հետ է, խաղերով է, այնտեղ համերգներով եւ այլն ցույց տալու համար, որ գիրքը կարող է լինել նաև ժամանց, կարող է լինել որակյալ եւ հետաքրքիր եւ նորաձև եւ գիրքը եւ գրքի շուրջ կատարվող միջոցառումը կարող է գրավել երեխաներին, փոքրիկներին, երիտասարդներին եւ չի անցել դրա ժամանակը եւ դեռ նոր է գալիս գրքի ժամանակը։ Գիտեմ, որ այս տարվա ծրագիրը մասնավորապես եւ նախորդիվ միջոցառումների ընթացքում եւս դուք հանդես եք եկել փառատոնին անակնկալներով, նորույթներով, նոր մոտեցումներով, դրա մասին դեռ իհարկե կհասցնենք առավել մանրամասն խոսել։ Այս բանին հետաքրքիր է, թե արդյոք նոր գրքեր լինելու են, զեղչեր գործելու են, ինչ նորություններ են գրքային առումով սպասվում։ Մեր փառատոնի ժամանակ հրատարակիչները առանձին իրենց տաղավարներում ներկայացնում են իրենց նոր կամ շատ սիրված գրքերը,
Յուրաքանչյուր հրատարակիչ ներկայացնում է նոր գրքեր, ակցիաներ, զեղչեր եւ փառատոնը շատ լավ հնարավորություն է ծնողների համար, որ ամռան այս առաջին օրերը գարնան վերջին օրը, ամռան առաջին օրը պատրաստվել ամառային ընթերցությանը գրքերով եւ այս գրքերը ձեռք բերել զեղչերով, ակցիաներով, բոլոր տաղավարներում ունենալու ենք զեղչեր, ակցիաներ, նվերներ եւ այս տաղավարները ոչ միայն գրքային տաղավարներն են, այլ զարգացնող կրթական խաղերն են մասնակցում եւ այսպես հնարավորություն ենք տալիս ոչ միայն որակյալ լավ ժամանցի ուրախ լավ տրամադրության, այլ նաև շահավետ գնումների։ Մյուս բանը գրքերն են, այս տարի ամենամեծ այս տարվա մեր փառատոնի մեխը Հարի Փոթերի նոր հատորի շնորհանդեսն է հայերեն թարգմանության։ Գիտենք, որ առաջին փառատոնին մենք արեցինք 5-րդ հատորի շնորհանդեսը եւ արդեն քանի տարի մեզ սպասում են մեզ անդադ գրում են, զանգում են երբ է լինելու, ու գիտենք, որ շատ փոքրիկներ սպասում են նոր հատորին։ Ինչու միայն փոքրիկներ։ Եվ մեծեր։ Այո, միանշան։ Ես իմանից եմ ասում։ Եվ նոր հատորը հայերեն հրատարակությամբ կլինի արդեն մանկական գրքի փառատոնին։ Էլի ունենք մի շարք նոր գրքեր, ունենք ամառային ընթերցանության նախագծի բացման արարողությունը, թատերական ներկայացումներ ունենք Մոլյան թատրոնի հետ եւ Հեքիաթերեն թատերախմբի հետ, եւ ասացիք ինչու միայն փոքրերը, հատկապես երիտասարդների համար նաեւ ծրագրում ներառել ենք բաներ, որոնք երիտասարդներին եւ բոլորին դուր կգան։ Դրանք համերգներն են, առաջին օրը մեզ մոտ լինելու է Թմբաթայի համերգը, ամսի 31-ին, իսկ ամսի 1-ին լինելու է Լավելի խմբի համերգը։ Այ հաստատ այդ երկու խմբերը հաստատ որ կներգրավեն նաև մեծերին եւ ժամանցի առումով տրամադրություն կստեղծեն նրանց համար եւս։ Ինչ սկսել ենք մեր զրույցը, անդադ ժամանց բառը շեշտում ենք երկուսս էլ։ Գուզում ավելի ժամանցային մասին խոսենք, որովհետեւ գիտեմ որ zipline է լինում, հա, ինչ որ երեխաներին գրավող բաներ են լինում, նաև այդ մասին խոսենք, տեսնենք ինչ է սպասվում այս տարի։ Փառատոնի ժամանցային մի քանի հատվածներ ունենք ժամանցի համար։ Մի հատվածը բեմի հատվածն է, որտեղ ամեն ժամ միշտ լինելու են միջոցառումներ։ Մյուսը աշխատարանների հատվածն է, այստեղ երեխաները հնարավորություն ունենալու հատկապես փոքրիկների համար, ավելի փոքր տարիքի փակ հատված է, որտեղ երեխաները կարողանում են նկարել, նկարազարդել, ինչ որ բաներ պատրաստել, աճեցնել բույսեր, իրենց հետ այդ բույսերը տուն տանելով եւ նաեւ ապահով տարածք է, որ ծնողները կարող են վստահ այնտեղ թողնել երեխաները զբաղվեն, իրենք գնան, շրջեն, սուրճ խմեն եւ իրենք էլ ունենան իրենց լավ ժամանցը։ Մենք տարածքում թե տարածքից դուրս էլ կարող են ծնողները գարնան, այսինքն այդ տեսակ ապահով միջավայր է, որ կարելի է բերել երեխային առավոտյան թողնել երեխային վերցնել սիստեմով։ Ապահով միջավայր ստեղծելու համար մենք նաեւ արդեն 4-րդ տարին է ունենք թևկապերի ավանդույթ, այո, մուտքի մոտ երեխային տալիս ենք թևկապ, որտեղ գրված է ծնողի հեռախոսահամարը, որպեսզի եթե հանկարծ այգում տեսնենք մի հատ մոլորված երեխա, անմիջապես կարողանանք զանգահարել ծնողին եւ սրա արդյունքում այդ մեծ թվերը, որ մենք ունենք այցելությունների, ոչ մի բարեբախտաբար դժբախտ կամ անհաջող դեպք չի եղել, երբ որ երեխան կորի կամ այլ բան լինի, այսինքն այդ ապահովությունը փորձում ենք ստեղծել, երեխաները այգու տարածքից հնարավորություն չեն ունենալու միայնակ դուրս գալու, որպեսզի ծնողները ավելի հանգիստ լինեն։ Ժամանցի մասին խոսելով ասեմ, նաև այո, ունենք անվճար zipline փոքրիկների համար բոլոր, ունենք պաղպաղակի, քաղցր բամբակի հյուրասիրություն, ունենք սննդի առանձին հատված, որտեղ կարող են ծնողները ճաշել, երեխաները թարմ համեղ եւ մնացած բոլոր ակտիվ եւ հավես բաները արդեն նաեւ տաղավարներում են, այսինքն ցանկացած պահի որ երեխան եկավ, այնտեղ ինքը ինչ որ մի տոնական բանի մեջ հայտնվելու։ Շատ լավ, խոսենք նաև նրանից, թե արդյոք այս միջոցառումը, այս փառատոնը հատուկ ինչ-որ տարիքից սկսած երեխաների համար է, թե ամենափոքրիկներն անգամ իրենց հետաքրքրությունը կգտնեն։ Տարիքային սահմանափակում ոչ ներքևից, ոչ վերևից չունենք եւ ամենափոքրիկները ծնողների հետ, մի քիչ արդեն մեծերը ինքնուրույն կարող են գալ։ Չունենք որևէ տարիքային սահմանափակում, ծրագիրն այնպես ենք իրականացրել, որ բոլոր տարիքային խմբերի համար լինեն հետաքրքիր ինչ-որ բան։
Եվ այս ամենը այս լավ ամեն է, էլի, որովհետև բաղադրիչները, որոնք ներառված են փառատոնի մեջ, բավական շատ են արդեն խոսքի զրույցում էլ, մեր զրույցի ընթացքում էլ խոսքից էլ հասկացանք, անվճար հիմունքներով են, թե ինչ որ գումարային է։ Մուտքն ազատ է փառատոնի բոլորի համար, ազատ ամսի 31-ին եւ 1-ին ժամը 12-ից մինչեւ 8-ը փառատոնը իր դռները բացելու է եւ հուսով ենք, որ կունենանք, որ բոլորը կարողանան հասցնեն գտնեն ժամանակ գալու եւ մի բան էլ հատկապես այցելուների համար այնպես ենք արել, որ այցելուները իրենց ամբողջ օրը այնտեղ անցկացնեն։ Այսինքն այն երեխաների ծնող երեխա որակյալ ժամանցը, որը պետք է անցկացնել, որը պետք է լինի հետաքրքիր եւ իրար հետ ինչ որ ժամանց ունենան, այս ժամանցի համար լավագույն տարբերակն է, որովհետեւ ցանկացած պահի կգտնեն հետաքրքիր բան, կարող են հանգստանալ, խաղալ, զբաղվել եւ իրենց այդ 2 օրը հետաքրքիր անցկացնել։ Խոսքի սկզբում ասացի, որ 1 տարի առաջ եւս հանդիպել ենք, կուզեի նաեւ համեմատություն անեինք թեկուզ տարիների ընթացքում, հա, այցելուների որակն է փոխվել, գուցե քանակն է փոխվել, պահանջներն են փոխվել, ձեր մոտեցումներն են փոխվել, փոփոխություններին եւս անդրադառնանք։ Փոփոխությունները շատ են, քանի որ մենք մեր զանգակի թիմով մի տարի որ կազմակերպում ենք, հաջորդ տարի մեր պահանջը ինքներս մեզանից այն է, որ դե նույն բանը չենք անելու, պետք է ավելի լավ անենք, պետք է ավելի հետաքրքիր լինի։ Դրա համար ամեն հաջորդ տարի փառատոնը փորձում ենք այլ կողմից եւ այլ հետաքրքրություններով անել։ Օրինակ այս տարի մեզ մոտ լինելու է մենք ունենք հատուկ թեմատիկա, հատուկ թեմատիկա ունենք, որը երևալու է եւ այցելուները տեսնելու են։ Մեզ մոտ արխայական, թագավորական ոճով է ամեն ինչ լինելու եւ երեխաները նաեւ հնարավորություն են ունենալու տեսնելու թագավորական շոքախմբի, որը անցնելու է այգու միջով, իրենց հետ շփվելու է եւ այս տրամադրությունը փորձել ենք այս տարի տալ, որը նորություն է մեր համեմատելով նախորդ տարվա։ Նախորդ տարիներին չի եղել ընդհանրապես։ Սա այս տարվա թեմատիկան է եւ այս տարի նաեւ այգին կոչելու ենք մանկական գրքի թագավորություն, այսպես մուտքի կողմից եւ փորձելու ենք բոլորս մտնել այդ տրամադրության տակ եւ 2 օր մոռանալ մնացած ամեն ինչ եւ պատկերացնել, որ մենք իսկապես մանկական գրքի թագավորությունն ենք ապրում։ Այո, ապրել թագավորական կյանքով։ Իսկ թեմատիկան ինչպես ընտրվեց, որ հենց թագավորական պետք է լինի։ Ուզում էինք հեքիաթային ինչ-որ բան ստանալ եւ բոլորիս տրամադրության տակ այս հեքիաթային առաջին բանը, որ եկավ, թագավորականներ, թագավորություններ եւ նաեւ թագավորն ապրած կենայի։ Այո, բայց նաեւ մի հետաքրքիր բան էլ կա, մենք ամեն տարի կազմակերպում ենք փոքրիկ հեքիաթագիրների մրցույթը, որտեղ երեխաները իրենց հեքիաթներն են ուղարկում եւ նայելով նախորդ տարվա հեքիաթները բոլոր, մենք նկատեցինք, որ մեծամասնության մոտ այս թագավորական թեման շատ է եւ հասկացանք, որ երեխաները այդ թեմայով ստեղծագործում են, ուրեմն հետաքրքրված են։ Ինձ թվում է այս տարի նաև ձեզ համար այդ հեքիաթների մասով լինելու է մարտահրավերային, որովհետև այս տարի առավելապես երեխաները սկսել են օգտագործել արհեստական բանականությունը եւ դուք մեծ խնդիր ունեք զանազանելու, արդյոք դա երեխայի երկնած միտքն է, թե արհեստական բանականության օգնությունը։ Այս մասով մտածել եք, նախապատրաստվել եք։ Այո, այս մասով մտածել ենք, իհարկե դեռ չենք նախապատրաստվել։ Նախորդ տարիներին ունեինք այս մտահոգությունը, որ ինչ որտեղ ծնողը երևի օգնում է եւ այո, բնականաբար ծնողները օգնում են, ինչ որտեղ կարող է ինքնուրույն չլինի։ Այս տարի ունենք նաեւ ի հավելում եւ ավելի մեծ բան, արհեստական բանականության ստեղծածը, բայց ես վստահեցնում եմ, որ երեխայի ստեղծածը եւ մեծահասակի, այսինքն մեծահասակը ինչպես է ստեղծագործում, ամեն ինչ ճիշտ է անում, ճիշտ է պատմությունը, ճիշտ գնում է, ճիշտ ավարտվում է։ Երեխայի երևակայությունը շատ ավելի մեծ եւ ավելի շատ հնարավորություններով է եւ երեխան ավելի կարող է ստեղծել հեքիաթ, որը կտարբերվի մեծահասակից։ Իսկ արհեստական բանականությունը նույնիսկ արդեն մրցելի չէ երեխայի երևակայությունը եւ այս տարբերությունը մենք ակնհայտորեն կզգանք ընթերցելիս։ Հրաշալի, իսկ բոլոր հեքիաթագիրները հնարավորություն կունենան ունենալու իրենց գիրքը, թե մրցութային կարգով։ Մրցութային կարգով է, արդեն 4-րդ տարին մենք նույն մրցույթը հայտարարում ենք, որոշակի սահմանափակումներ ենք ունենում, հավաքում ենք հեքիաթները, կարդում ենք եւ ընտրում ենք լավագույն հեքիաթները։ Լավագույն հեքիաթները հաջորդ տարվա փառատոնի համար հրատարակվում են առանցին գրքով։
Կա հստակ քանակ, թե քանիսին է հնարավորություն տրվում 3-ին ունենալու, թե լավագույնները ըստ ձեր չափանիշների։ Ըստ մեր չափանիշների բոլոր հաղթահարած երեխաները մասնակցում են։ Այսինքն օրինակ նախ անցյալ տարի ունեինք որոշակի քանակությամբ հեքիաթներ, անցյալ տարի ավելի շատ դիմորդներ ունեինք, հետեւաբար լավ եւ չափանիշները հաղթահարող հեքիաթներն էլ էին ավելի շատ եւ մեր հեքիաթների գիրքը ավելի հաստափոր ստացվեց։ Ահա, շատ լավ։ Այս առումով էլ էլի մոտիվացիա է կարծում եմ ստեղծագործող երեխաների համար ձեր ծրագրի այս հատվածը, որ կարող են ներկայացնել իրենց աշխատանքները հուսալով, որ գուցե արժանանան ձեր գնահատականին եւ տպագրվեն։ Իսկ կա սահմանափակում, եթե նախորդ տարի տպագրվել է, այս տարի չի տպագրվել։ Այս տարի միայն ունենք այդ սահմանափակումը, քանի որ ունենք երեխաներ, որոնք ամեն տարի պարտաճանաչ մասնակցում են եւ կարողանում են հաղթահարել, եւ որpիսի մենք ինքներս այս ներքին բանը չանենք, որ երեխան լավ հեքիաթ բերի, ասենք չէինք անցյալ տարի հաղթել է, այս տարի չէ, արդեն ի սկզբանե դրել ենք սահմանափակումը, որ նախորդ տարի մասնակցած եւ հաղթած երեխաները այս տարի չմասնակցեն։ Դուք նշեցիք, որ այցելուները բավական շատ են լինում, չնայած որ հոսքը կառավարում եք, բայց շատ են լինում։ Ինձ հետաքրքիր է ամեն տարի տեսնում եք ծանոթ դեմքեր։ Այո, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր հավատարիմ ընթերցողները, ունենք երեխաներ, որոնք մեր մանկական միջոցառումներից ենք ճանաչվում, զանգակի մշտական այցելուները, բայց այնքան շատ են լինում այցելուները, որ իրականում շատ փոքր տոկոս եւ փոքր տեղ է զբաղեցնում մեր ծանոթները եւ մեր մտերիմները, եւ սա լավ հնարավորություն է տալիս, այսինքն մարդիկ, ովքեր զանգակի այցելուներ չեն, այսինքն մարդիկ, ովքեր առօրյայում առանձնապես շատ չեն շփվում գրահրատարակչական ոլորտի հետ, գրախանութների հետ, այսօրը գալիս են եւ երեխաներին բերում են հենց մանկական գրքի փառատոնին, չնայած կան զվարճալի այլ տարբեր միջոցառումներ, բայց ինձ թվում է շատ գովելի է եւ շատ ուրախալի է մեզ համար տեսնել, որ ծնողները նախընտրություն տալիս են մեր փառատոնին։ Շատ լավ, չնայած որ մեր տեղեկատվական առիթը զրույցի փառատոնն է, այնուամենայնիվ կուզեի զրույցը ամփոփելով խոսեինք զանգակ գրատան այլ ծրագրերի, առաջիկա ծրագրերի մասին, եթե այդպիսիք արդեն կան։ Զանգագրատան առաջիկա ծրագրերում մի մեծ նախագիծ է, որին մենք մոտ ժամանակներս, որի մասին արդեն ավելի մանրամասն կխոսենք, այս ծրագիրը կապված է հավելվածի էլեկտրոնային եւ աուդիո գրքերի հետ, որի մասին առանձին եւ երևի թե ավելի երկար ժամանակ հատկացնելով կներկայացնեմ ձեզ։ Սիրով նախատիպ ունենք մենք, թե առաջինն եք լինելու։ Հեղինակային իրավունքները պահելով հայ եւ արտասահմանյան գրականությունը ներկայացնելով, բազայով եւ ամեն ինչով առաջին հավելվածն է լինելու։ Ուրեմն սիրով սպասենք այդ ծրագրի իրականացմանը եւ արդեն մանրամասները սիրով մեր տաղավարում կքննարկենք։ Շնորհակալ եմ ջերմ եւ հետաքրքիր զրույցի համար, ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք զանգակ գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի հետ, զրույցի թեման գրքի փառատոնն էր, մանկական գրքի փառատոն 2025-ը, որը տեղի կունենա մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին անգլիական այգում, առավոտյան ժամը 12-ից մինչև երեկոյան 8-ը, կարծում եմ լավ առիթ է թե մեծահասակների եւ թե փոքրահասակների համար գնալու եւ վայելելու փառատոնը, գրքային միջավայրը եւ երեխաների պաշտպանության միջազգային օրը նշելու տարբերվող ձևով, իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Անահիտ Ղազարյանը իր պատմական դադարով։